Բարի երեկո, ուղիղ եթերում ազատության լուրերի թողարկումն է, առաջիկա րոպեներին դիտեք։ Հայկ Կոնջորյան կողմ 63, դեմ 28, շնորհավորում եմ։ Խմբակցության ղեկավարից ազգային ժողովի փոխնախագահ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը ընտրվել է փոխխոսնակ։ Սամվել Կարապետյանն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ քննարկում է Փաշինյանի իշխանության հեռացման ճանապարհները, բայց փակագծեր չի բացում։ Չեմ ուզում կոնկրետացնել։ Իշխանությունը հնարավոր է համարում, որ նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի հասցնելու ճանապարհին իրենց օգնեն որոշ ընդդիմադիրներ։ Ընդդիմությունը բացառում է առնետավազքը։ Ռուսաստանը կրկին արգելափակել է հայկական ըմպելիքների իրացումը։ Հայ արտադրողները դժգոհ են ուկրաինական հարվածների թիրախում հայտնված Վայլբերիսից։ Հնարավոր գործարքի շուրջ հակասական հայտարարություններ Միացյալ Նահանգներից եւ Իրանից։ Դե ինչ, նոր խորհրդարանի նախագահության երկու տեղերը արդեն զբաղեցված են։ Նախորդ ազգային ժողովում իշխանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը այս խորհրդարանի փոխխոսնակ ընտրվեց, զբաղեցնելով իր նոր տեղը ազգային ժողովի նախագահ ընտրված Ռուբեն Ռուբինյանի կողքին։ Իշխանության մյուս թեկնածուն այս պաշտոնում Վահագն Ալեքսանյանն է։ Այստեղ էլ թերևս անակնկալներ չեն կարող լինել, իշխանականների ձայները բավարար են նրան փոխխոսնակ ընտրելու համար։ Ինտրիգը ընդդիմության թեկնածուի հարցում է, արդյոք իշխանությունը կընտրի ուժեղ Հայաստանից Արամ Վարդևանյանին փոխխոսնակ։ Վաղը ամենաուշը մյուս օրը պարզ կդառնա։ Խորհրդարանի այսօրվա քննարկումներին ողջ օրը Շողիկ Գալստյանն է հետևել։ Ազգային ժողովում երկրորդ օրն է ընթանում են փոխխոսնակների ընտրության քննարկումները։ Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկն արդեն ընտրված է ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը, մյուս թեկնածուն իշխանական Վահագն Ալեքսանյանն է, նրա թեկնածությունը ներկայացրեց Արուսյակ Ջուլհակյանը, հետո արդեն պատգամավորը հանդես եկավ ելույթով, թվարկեց մի շարք ձեռքբերումներ, որ Ըստ Ալեքսանյանի իշխանությունը ունեցել է անցնող տարիներին, նշեց, որ դրանցից ամենակարևորը օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածություններն էր, նկատի ունենալով Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։ Վահագն Ալեքսանյանը նաեւ հայտարարեց, թե այս խորհրդարանը նախորդից արդեն տարբերվում է նրանով, որ ըստ իրեն ընդդիմությունը դադարել է խոսել Արցախից եւ արդեն ունի պատասխան այն հարցին, թե որն է Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմանը։ Մեր ընդդիմադիր գործընկերները մտել են իրական Հայաստանի քաղաքական օրակարգ, մտել են ամբողջությամբ իրական Հայաստանի քաղաքական օրակարգ։ Նրանք էլ չեն խոսում Ղարաբաղի մասին, նրանք էլ, չգիտեմ, ինչ-որ բաներ չեն ասում, հա, իրական Հայաստանի հետ կապված տարատեսակ կեղծ թեզեր եւ մնացած պարբերաբար բերում են։ Հակամարտության բանն են, խոսույթն են շարունակում, բայց բուն այդ ամեն ինչը անում են իրական Հայաստանի սահմաններում։ Վահագն Ալեքսանյանի այս պնդմանը ընդդիմադիր պատգամավորներից դեռ չեն արձագանքել, ենթադրաբար ելույթներում կանդրադառնան։ Ելույթից հետո արդեն Վահագն Ալեքսանյանին հարցեր տալու համար հերթագրվեցին մոտ 1 տասնյակ պատգամավոր։ Այս փուլում արդեն իրավիճակը փոքր-ինչ լարվեց, հերթագրվածների թվում էր նաև Ուժեղ Հայաստան խմբակցությունից Էդգար Ղազարյանը։ Էդգար Ղազարյան։ Չեք խոսում, պարոն Ղազարյան։ Մտածում եմ, բայց ձևակերպում։ Անջատեք մոտեցումը։ Չէ, բայց Մեսրոպ Մանուկյան։ Բայց սկսել էր մտածել պարոն Ղազարյանը, գուցե մտածել ու վերջում ներողություն խնդրել հայ սակրավորների մահը կամենալու համար։ Պարոն Միրակյան, որ մտածի պրծնի, չգիտեմ, կարող է խնդրի խոսք տամ, ազգային ժողովի նիստերի դահլիճը կրկես չի։ Ընդդիմադիր մյուս պատգամավորները, այդ թվում Հայաստան խմբակցությունից Լևոն Քոչարյանը, հորդորեցին ազգային ժողովի նախագահին ամեն դեպքում Ղազարյանին թույլ տալ հնչեցնել հարցը, սակայն Ռուբեն Ռուբինյանը դա արեց միայն այն բանից հետո, երբ նույն առաջարկով հանդես եկավ նաև Ուժեղ Հայաստանից Նարեկ Կարապետյանը, խմբակցության ղեկավարը։ Ինչ վերաբերվում է հարցին, ես չգիտեմ, այստեղ առանձնացրել էի Բարգավաճի ալուր բաժանել, բայց դա մենակ Վիկիպեդիայում էր,
Զինվորական ծառայության հետ էլ շատ է խոսվել։ Անջատեք պարոն Ղազարյանի խոսափողը։ Չէ, խնդրում եմ Անջատեք խոսափողը ներողություն։ Անջատեք խոսափողը։ Սա պերֆորմանսի վայր չի կամ եթե ուզում եք քաղաքական պերֆորմանս անեք, արեք, բայց գոնե քաղաքական պերֆորմանս արեք։ Հիմա ինչ ձեր կարծիքով որ հիմա դուք խոսք վերջտեք գաք այդտեղ 10 րոպե լռեք, ես պետք է ասեմ, լավ, ասած սպասենք, երբ Հադրան Ղազարյանը գալիս այդտեղ 10 րոպե լռում, հա, ելույթի ժամանակ։ Ես իմ կյանքում երբեք ալյուր բաժանելու որևէ գործընթացի մեջ ներգրավված չեմ եղել, դա հերթական սուտն է։ Ի տարբերություն օրինակ ես վստահ եմ հանրապետական խմբակցության տարբեր տարիների աշխատած մարդկանց, որոնք որ պարոն Ղազարյան ինձ թվում է հաստատ ալյուր գողացել են։ Վահագն Ալեքսանյանի հետ հարցուպատասխանից հետո падգամավորները արդեն հերթագրվեցին հայտարարությունների համար, ավելի քան 4 տասնյակ падգամավոր է հերթագրվել, ելույթներն այսօր արդեն ընթանում էին եւ կշարունակվեն նաեւ վաղը։ Վաղը կմեկնարկի նաեւ մյուս տեխնացուի ընդդիմադիր Արամ Վարդևանյանի տեխնացության հետ կապված քննարկումները։ Արամ Վարդևանյանը ինչպես է համոզել ԿՊԱ-ականներին, որ իրեն ձայն տան, այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում փակագծեր չբացեց։ Ընդդիմության կողմից առաջադրվող նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, այնուհետև փոխնախագահների այդ կառուցակարգերի իրացումը ոչ թե ենթադրում է դասական իմաստով քաղաքական քննարկում, բանավեճ եւ այլն, այլ այս դեպքում ենթադրում է նաեւ պարտականություն։ Հակառակ դեպքում սահմանադրի կամքը այդ իմաստով արգելափակվում է։ Բայց մյուս կողմից հասկանում եմ, որ սա ի վերջո քաղաքական գործընթաց է, ցանկացած հնարավորություն էլ պետք է դիտարկել, ինքս թե ինչ հանգամանքներ կնշեմ, թույլ տվեք չբացահայտեմ այս բանին, որ բոլոր դեպքերում թե ձեզ, թե մեր հայրենակիցներին նաև ելույթը ինքնին հետաքրքրություն իր մեջ պարունակի։ Նշեմ, որ միայն ընդդիմադիր падգամավորների ձայները բավարար չեն, որ ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնում ընտրվի Արամ Վարդևանյանը, իսկ արդյոք եթե Արամ Վարդևանյանին ԿՊ-ն կողմ չքվեարկի, հետո նորից իր տեխնացությունը առաջադրելու է խմբակցությունը, Վարդևանյանը չշտապեց արձագանքել այս հարցին, առաջարկելով սպասել խմբակցության որոշմանը։ Ընդդիմությունը հովանավորչություն, իշխանությունը թիրախավորում է համարում Հայկ Կոնջորյանի հայփոստի տնօրեն կնոջ աստղաբաշխական աշխատավարձի քննարկումը։ Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնում Կոնջորյանի թեկնածությունը ընդդիմությունը ոչ միայն նրա կնոջ շուրջ աղմուկի պատճառով էր կասկածի տակ դնում, վերջերս սկանդալի կիզակետում էր նաև նրա եղբայրը։ Իշխանությանը ոչ մի կնճռոտ հարցադրում, սակայն հետ չպահեց ընդդիմության կոշտ քննադատ Կոնջորյանի պաշտոնի բարձրացումից։ Կնոջ թվանոց աշխատավարձի վերաբերյալ երկօրյա բուռն քննարկումներից հետո իշխող թիմից Հայկ Կոնջորյանը տեղ զբաղեցրեց ազգային ժողովի նախագահությունում, որպես փոխնախագահ ընտրվեց 63 կողմ ու 28 դեմ ձայներով։ Ընդդիմադիրներից ուժեղ Հայաստանն է դեմ քվեարկել, իսկ Հայաստան դաշինքը չմասնակցեց այս ընտրությանը։ Շնորհակալություն վստահության համար։ Ընդդիմադիրները դեռ փոխնախագահի տեխնացու Հայկ Կոնջորյանին, նրա կնոջ ու քրեական անցյալով եղբոր վերաբերյալ բազմաթիվ հարցադրումներ ունեին եւ հույս, որ իշխող թիմը կվերանայի նրա տեխնացությունը։ Դեպի Եվրոպա, որ հայտարարել եք գնում եք, այ թիմ։ Եվրոպայում նման տեխնացուներին ինչ կանեին եվրոպական երկրներում, առաջ կմղեին, թե տեխնացությունը հետ կկանչեին, ինչ կանեին։ Այսքան սկանդալների կենտրոնում հայտնված որևէ տեխնացուի։ Եթե չգիտեք հարցի պատասխանը, հետ կկանչեին։ Հայաստան դաշինքից Քրիստինե Վարդանյանի կարծիքով Կոնջորյանին իշխող թիմն առաջ է մղում, քանի որ նրա պես ընդդիմությանը թիրախավորող չկա, պերճախոս է բառարանային հազվագյուտ բառերով, իսկ ընդդիմադիրների հարցերն այսօր էլ հայփոստի վերաբերյալ էին, այստեղ փոստատարներն ընդամենը 80,000 դրամ են ստանում, իսկ Հայկ Կոնջորյանի կինն ամեն ամիս $10,000, թե ինչպես է նա ընտրվել տնօրենի պաշտոնում, մրցույթի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի տրամադրվում։ Բոլոր հիմքերը ունենք կարծելու, որ կա քաղաքական հովանավորչություն։ Ընդ որում բարձր աշխատավարձ ստացող տնօրենի գործունեությունն ըստ ընդդիմադիրների ներկայացրած տվյալների մեղմ ասած փայլուն չէ։ Ինչքան վնասը ավելացել է հայփոստի, այնքան աշխատավարձային ֆոնդն է ավելացել եւ ձեր կնոջ աշխատավարձը։ Որտեղ է լավ վարձատրվող, լավ մասնագետի, լավ արդյունքը։ Իսկ եթե չկա արդյունք եւ մարդը շարունակում է պաշտոնավարել, կարող ենք ենթադրել, որ այստեղ կա օրինակ հովանավորչություն։ Երեք Հայկ Կոնջորյանը հայտարարել էր իր կինը հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է։ Մի քիչ էլ խղճահարություն եք փորձում առաջացնել, որ բա գիտեք իմ կինը ամենացածր
աշխատավարձ ստացող ղեկավարն է, տենց հազիվ յոլա ենք գնում։ Ըստ Կոնջորյանի կինը դեռ 10 տարի առաջ է ստացել այնքան աշխատավարձ, որքան պատգամավորներն են այսօր ստանում։ Ազատության թիմը պարզեց համենայն դեպս 8 տարի առաջ Շուշան Ալեքսանյանի եկամուտը ամենևին էլ մոտ չէր խորհրդարանականի աշխատավարձին։ Ըստ հայտարարագրի նա ամսական ընդամենը 476 000 դրամ էր ստանում։ Պատգամավորներն այսօր շուրջ 800 000։ Կոնջորյանն ու թիմակիցները որպես վկայություն, որ Հայփոստի տնօրենի աշխատավարձը հարկատուների գրպանից չէ, պնդում են պետական այս ընկերությունը ինքնաֆինանսավորվող է։ Հայփոստը պետական բյուջեից ֆինանսավորում չի ստացել։ Կոնջորյանի տիկնոջ նշանակումից ամիսներ առաջ, սակայն կառավարությունը Հայփոստի կանոնադրական կապիտալն ավելացրել է շուրջ 2 միլիարդ դրամով։ Ընդդիմադիրները կասկած չունեն Կոնջորյանի հովանու ներքո է կինը տեղավորվել պետական ընկերությունում, որտեղ ֆինանսական վնաս է արձանագրվում, բայց անհետևանք։ Կոնջորյանի հովանու ներքո է նրա եղբայրը հայտնվում տարբեր աղմկոտ պատմություններում, բարեկի ուղեկցությամբ հայհոյանքներ ու սպառնալիքներ տարածում նախկին ընկերոջ տան մոտ։ Որ ինքը չլիներ Կոնջորյան Հայկի եղբայրը, Պարեկը իր հետևից այդպես կպտտվեր ու կպաշտպաներ այն ժամանակահատվածում, երբ ինքը գնացել է ուրիշի ընտանիքին սպառնացել։ ԿՊԱ-կանները թիմակցին աջակցող ելույթներում ներկայացնում էին, թե ինչ վատ էր վիճակը Հայփոստում մինչև Կոնջորյանի տիկնոջ նշանակումը։ Ոնց որ գրոզնին լիներ պատերազմից անմիջապես հետո։ Սկվազնյակից թոքաբորբով հիվանդանում էին պարբերաբար։ Բաքոյանը վստահ է, որ հիմա Հայփոստում միջանցիկ քամիներից վատացողներ չկան։ Հայկ Կոնջորյանի կնոջ պաշտոնավարումը ձեզ համար դարձրել է ուղղակի քաղաքական դրոշակ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը տարակուսում է ախր կնոջ աշխատավարձը քննարկելն աբսուրդ է, անհարմար։ Ոչ ոք չասեց, որ պարոն Կոնջորյանը այսինչ կամ այնինչ տեղում ծախողել է կամ, չգիտեմ, իր գործողություններում որևէ ձև սխալ է արել եւ չի կարող հավակնել ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնին։ Ձեր պահած հեծը տեսել ենք Հայփոստում ֆինանսական խնդիրների վերաբերյալ հարցադրումներին հակադարձեց իշխանական պատգամավորը։ Չեմ խոսելու հավելագրումներից, չեմ խոսելու տենդերները այս կողմ, այն կողմ մեջ անելուց, չեմ խոսելու աստղաբաշխական աշխատավարձերից, որը ուղիղ ազդեցություն է ունեցել էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Ի վերջո, ինչպիսին է Հայփոստի ֆինանսական վիճակը, արդյոք այնքան լավ, որ տնօրենը $10,000 աշխատավարձ ստանա, գուցե այնքան վատ, որ փոստատարի 80,000 դրամն անփոփոխ է մնում։ Պետական այս ընկերությունից առավոտյան հրաժարվեցին որևէ մեկնաբանություն ներկայացնել, եւ միայն երեկոյան Կոնջորյանի կինը Շուշան Ալեքսանյանը ներկայացրեց այն, ինչ ամուսինը հնչեցրեց խորհրդարանական ամբիոնից եզրափակիչ ելույթի ժամանակ։ Հայփոստը վճարել է պետությանը 1 միլիարդ դրամի դիվիդենդ։ Սա մեկ։ Ըստ հրապարակած նորից տվյալների 2024-25 թվականներին Հայփոստի ֆինանսական արդյունքը բարելավել է 900 միլիոն դրամով։ Սա երկու։ Երբ որ դուք խոսում եք Հայփոստի կառավարման արդյունավետության մասին, այս երկու թիվը 1 միլիարդ դրամ դիվիդենդ եւ 900 միլիոն դրամի, գրեթե 1 միլիարդ դրամի ֆինանսական ցուցանիշների բարելավումը, դա Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատանքի արդյունավետությունն է։ Կնոջ արդյունավետ տնօրինության վերաբերյալ այս թվերը ընդդիմությանը նորից համոզիչ չթվացին։ Իրենց կառավարման ժամանակ չի գեներացրել շահույթ, վնասը աճել է 163%, իսկ իրենք ծախսել են Էդուարդո Էրնեկյանի գեներացված շահույթը, ով պետության համար աշխատել է եւ այդ շահույթն է մենակ բաշխվել, իսկ իրենք բաշխել են իրենց աշխատած 0%։ Քննարկման ավարտին քվեարկությունից րոպեներ առաջ Հայկ Կոնջորյանը հաճույքով արձանագրեց, որ ընդդիմությունն իր անձի վերաբերյալ ասելիք չի գտել, իսկ Հայաստան դաշինքում իրենից վախենում են, փախչում հենց ամբիոնին է մոտենում, այ հիմա կընտրվի ու վերևից կապահովի սուր էմոցիաներ։ Եթե ես ընտրվեմ, խոստանում եմ ձեզ համար ապահովել հաճելի ժամանց այս նիստերի դահլիճում։ Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը այսօր պնդել է, որ իշխանությանը հեռացնելու օրակարգը տաք են պահում ու նաև արտախորհրդարանական ուժերի հետ քննարկում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ուղիները։ Որ ուժերի հետ ու մասնավորապես ճանապարհային ինչ քարտեզի շուրջ են պատկերացնում համախմբումը։ Լրագրողները այսօր տնային կալանքի տակ գտնվող ու դատական հերթական նիստին մասնակցելու համար դատարան գնացած Սամվել Կարապետյանից այս հարցերի պատասխաններն են փորձել ճշտել։ Ես հիշեցնեմ, որ առնվազն 1 տարի վարչապետի իմպիչմենտի հարց ազգային ժողովում անհրաժեշտ ձայներ չունեցող ընդդիմադիրները ցանկության կամ հնարավորության դեպքում էլ չեն կարող բարձրացնել։ Օրենքն է արգելում։
Չեմ կարող մանրամասնել, որ ուժերի հետ եւ համարյա ամեն շաբաթ, գլխավոր ուժերի հետ եղել են, գլխավոր ուժերի հետ չեմ ուզում կոնկրետացնեմ, քննարկում ենք մեր պայքարի ճանապարհը։ Երբ կգա օրը, ես ասել եմ, մենք ասենք մեր լուրջ խոսքը։ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ խոսել։ Առաջի դեմքերից մարդիկ հիմա կալանավայրերում են, դրա համար հանդիպում ենք այն մարդկանց հետ, ովքեր դեռ կալանավորված չեն։ Եթե անկեղծ լինեմ, կան կուսակցություններ եւ կան կուսակցության ղեկավարներ, ովքեր ցանկություն չունեն։ Ես պատրաստ եմ ցանկացած օր իշխանությանը հեռացնելու հարցում մենք բոլորի հետ համագործակցել ենք, ում որ գնահատենք անկեղծ են իրենց նկրտումների մեջ, մենք համագործակցել ենք, բայց կան շատ ուժեր, որոնք իրենց ցույց են տալիս որպես ընդդիմադիր ուժեր, բայց համարվում են պրոքսի ուժեր։ Ինչը որ օրինական ճանապարհով կարող է հեռացնել այս իշխանությանը, մենք ամեն ինչ անում ենք, բայց ես ձեզ արդեն մի անգամ բացատրել եմ։ Սա մարդ չի, սա մեխանիզմ է։ Մեր դեմ այս իշխանությանը։ Մենք պետք է քանդենք այս մեխանիզմը, որպեսզի վերջնական հաղթանակ տանենք։ Հայաստանում ընտրություններն անցան ու Ադրբեջանն ավելի ինտենսիվ սկսեց խոսել Հայաստանի սահմանադրության փոփոխության իր պահանջից։ Այսօր միանգամից երկու պաշտոնյաներ են թեմային անդրադարձել։ Ընդ որում հայ-ադրբեջանական բանակցություններում ակտիվ դերակատարություն ունեցող Ալիևի օգնական Հաջիևը մոտ ժամանակներս սպասվող հնարավոր հանրաքվեից է խոսել, հղում անելով իրենց հասնող տեղեկություններին։ Չնայած քաղաքացիական պայմանագիրը պնդում է, որ մայր օրենքը Ադրբեջանի պահանջով չեն փոխում, բայց Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների տեսակետները նույնական են, անկախության հռչակագրին հղումը պետք է հանվի սահմանադրությունից։ Հենց այստեղ է Բաքուն տարածքային պահանջ տեսնում։ Իսկ ինչպես կարող է իշխանությունը նոր սահմանադրության իր հեղինակած նախագիծը հանրաքվեի հասցնել, եթե քաղաքացիական պայմանագիրը չունի սահմանադրական մեծամասնություն։ Բաքվում ազդակներ են ստացել, որ մոտ ապագայում Հայաստանում մեկնարկելու է նոր սահմանադրության ընդունման գործընթացը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիկմեթ Հաջիևը։ Հնարավոր համարելով Հայաստանում հանրաքվեի կազմակերպումը, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան կրկնել է Բաքվի պահանջը։ Հայաստանի սահմանադրության նախաբանում Ադրբեջանի հասցեին տեղ գտած պահանջների վերացումից հետո միայն կստորագրեն խաղաղության համաձայնագիրը։ Նույն պահանջը այսօր վերահաստատել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, թե ումից եւ կոնկրետ ինչ ազդակներ են ստացել Բաքվում, որ հանրաքվեն հնարավոր է եւ մոտ ապագայում էլ այդ գործընթացը կմեկնարկի, Հաջիևը չի մանրամասնել։ Անգամ հայաստանյան հանրությանը հայտնի չէ, թե ինչպես է իշխող ԿՊ-ն մայր օրենքի նոր նախագիծը դնելու հանրաքվեի, եթե դրա համար բավարար ձայներ չունի։ Այս աշտանը Հայաստանի համար ակնհայտ է, որ սպասում են ծանր զարգացումներ։ Ընդդիմության պնդմամբ Բաքվից պարտադրվող պահանջներն ու Իլհամ Ալիևին տված խոստումը կատարելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում փորձելու է ճնշում բանեցնել ընդդիմադիր երկու խմբակցությունների падգամավորների վրա նոր սահմանադրության նախագիծը խորհրդարանում ընդունելու համար։ Ես չեմ բացառում, ինքը կոչ անելու ժողովրդին հավաքելու է, փորձելու է մեր վրա ճնշում բանեցնել, որպեսզի բավարարեն Ադրբեջանի պահանջները, որովհետև Նիկոլ Փաշինյանը խոսք է տվել Ալիևին եւ այդ խոստումը կատարելու բավարար քվե չի ստացել, փորձելու է շանտաժի, սպառնալիքի, ձերբակալությունների, կալանավորումների, իմիջիալոցես բռնաճնշումները նաև պայմանավորված են դրանով, որպեսզի երկրում ջարդի դիմադրությունը, ոչնչացնի դիմադրության օջախները, որ կարողանա Ադրբեջանի պահանջները բավարարել։ Փաշինյանի առաջնորդած ԿՊ-ին հունիսի 7-ի ընտրություններում չհաջողվեց սահմանադրական մեծամասնություն ստանալ։ Մինչդեռ նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար այն նախ պետք է ընդունվի խորհրդարանում, իսկ դրա համար անհրաժեշտ է падգամավորների 2/3 ձայները։ ԿՊ-ն ունի ընդամենը 64 падգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է առնվազն 70 կողմ ձայն։ Կհաջողվի ԿՊ-ին ընդդիմադիր 6 падգամավորի իրենց կողմը տանել, հենց այդքան ձայն է պետք ԿՊ-ին հանրաքվեի փուլին հասնելու համար։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու Հայաստան դաշինքից Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր բացառեցին, թե իրենց թիմից որևէ մեկը Բաքվի պահանջած սահմանադրության նախագծին կողմ կքվեարկի։ Ադրբեջանի կողմից առաջարկող սահմանադրությանը չի լինի մեր կողմից որևէ դրական վերաբերմունք։ Շնորհակալ եմ։ Նախ բացառում եմ մեր մասով,
որ կմիանան ՔՊ-ին այդ նախաձեռնությանը, պարզապես բացառում։ Իշխող ՔՊ-ում մինչդեռ չեն բացառում, որ որոշ ընդդիմադիր պատգամավորներ կողմ կարտահայտվեն նոր սահմանադրությանը։ Իսկ կարող է նախագիծը ներկայացնենք եւ ուրեմն պետականամետ մտածողությամբ ընդդիմադիր պատգամավորներ ելույթներ ունենան ու պաշտպանեն այդ սահմանադրությունը։ Դուք բացառում եք։ Եթե լավ բան լինի, միգուցե իրենք էլ աջակցեն։ Դատելով ԿՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքերից, եթե իշխանությանը չհաջողվի մեջբերեն պետականամետ մտածողությամբ ընդդիմադիր պատգամավորներ գտնել, ապա այդ ժամանակ գործի կդրվի ժողովրդի ճնշման սցենարը, այնպես ինչպես 2018-ին Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ։ Գիտեք, 18 թվականին էլ ԿՊ-ն շատ ամենափոքր խմբակցությունն էր ազգային ժողովում, բայց ժողովրդի ցանկության բերումով եկան եւ քվեարկեցին նրա համար, որ ԿՊ-ն լինի իշխանություն եւ ունենա վարչապետ, այսինքն եթե ժողովրդի համար ընդունելի լինի մեր մայր օրենքը, ես չեմ կարծում, որ որևէ ժողովրդի ընտրյալ պատգամավոր կարող է դեմ արտահայտվել այդ կարևոր փոփոխությանը։ Ոնց է որոշվելու ժողովուրդը։ Դա լայն հանրային քննարկման է դրվելու, լայն առաջարկներ են լինելու, համալրվելու է, փոփոխվելու է, բոլորին հատ հասու է լինելու սահմանադրությունը։ Ոչի ճակատ ստեղծելը դա անհրաժեշտություն է։ Հայաստան դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ է անում խորհրդարանական եւ արտախորհրդարանական բոլոր ուժերին համախմբվել եւ ստեղծել ոչի ճակատ, տապալելու Բաքվի պահանջով սահմանադրությունը փոխելու իշխանության փորձը։ Ընդ որում Սաղաթելյանի համոզմամբ, քանի որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընդդիմության դեմ կիրառել ճնշումների ողջ զինանոցը, ապա հակազդեցության ճակատի ստեղծումը պետք է իրականացնել շատ ավելի շուտ, քան իշխանության կողմից սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակումը։ Բոլոր տարաձայնությունները պետք է մի կողմ դրվի, այդ թվում նաև արտախորհրդարանական բազմաթիվ ուժեր, ովքեր դեմ են մեզ դրսից եւ ներսից պարտադրվող օրակարգին, պետք է միավորել բոլորի ջանքերը, որ կարողանանք այս մեզ պարտադրվող ու հակապետական ու հակահայկական օրակարգը վիժեցնել։ Չնայած Հայաստանի սահմանադրությունը փոխելու Բաքվից հնչող պահանջներին, իշխանությունը վստահեցնում է, թե սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, թե այդ հարցը ներառված է եղել ՔՊ նախընտրական ծրագրում եւ ժողովուրդն էլ ընտրություններում քվեարկել է դրա օգտին։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Ռուսաստանը կրկին արգելափակել է հայկական ըմպելիքների իրացումը։ Հայ արտադրողները դժգոհ են ուկրաինական հարվածների թիրախում հայտնված Վայլբերիսից։ Հնարավոր գործարքի շուրջ հակասական հայտարարություններ Միացյալ Նահանգներից եւ Իրանից։ Հիմա ռուսական հերթական սահմանափակումների մասին, ապրանքների մակնշման ռուսաստանյան պաշտոնական Չեսնիզնակ համակարգը երկրի տարածքում արգելափակել է հայկական արտադրության ըմպելիքների հերթական խմբաքանակի իրացումը։ Ջերմուկից հետո արգելվել է նաև բջնի, հանքային ջրի, ինչպես նաև Հայաստանում արտադրված ևս երկու ոչ ալկոհոլային ըմպելիքների 70,000 շշի վաճառքը։ Պատճառը ըստ Չեսնիզնակի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքին եւ առողջությանը հնարավոր վնասն է։ Համակարգի փոխանցմամբ հայ արտադրողները խախտել են Ռուսաստան ներմուծվող արտադրանքին ներկայացվող պարտադիր պայմանները։ Դրա հետ մեկտեղ սահմանափակումները վերաբերում են միայն այն խմբաքանակներին, որոնք արտադրվել են կոնկրետ ժամանակահատվածում։ Հայկական գյուղմթերքի, մրգերի, ձկների, ալկոհոլի եւ հանքային ջրերի վաճառքի եւ ԵՏՄ տարածքում տարանցման արգելքները սկսեցին մայիսից, զուգահեռ Մոսկվան Երևանից պարբերաբար պահանջում է արագ ընտրություն կատարել Եվրամիության եւ ԵՏՄ-ի միջև։ Դեպի Ռուսաստան հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքը ինչ ռիսկեր է պարունակում։ Հնարավոր է, որ առաջիկայում հազարավոր մարդիկ հնարավորություն չունենան իրենց վերցրած վարկերը մարել։ Բանկերի միության նախագահն ու կենտրոնական բանկի փոխնախագահը այսօր պնդել են, բանկային ոլորտի կայունության վրա այս իրավիճակը դժվար թե լուրջ ազդեցություն ունենա, բայց մարդկանց սոցիալական վիճակի վրա հետևանքներ կթողնի։ Բանկերը արդեն իսկ տուժած ոլորտների համար խաղի կանոններում փոփոխություններ են արել, արտոնյալ ժամկետներ ու վարկի մարումը վերակառուցելու հնարավորություն են սահմանել։
Մենք վիճակագրություն ունենք ընթացիկ, որ 30 միլիարդ դրամից ավել արդեն վարկեր վերաձևակերպվել են։ Մի մասը դեռ չեն դիմել, որտեղ տարբեր գրաֆիկներ ունեն, որոշները գրես պերիոդների մեջ են, կամ որոշները ներքին շուկայի հաշվին խնդիրներ չունեն դեռևս։ Մեր վերաբերմունքը ցույց ենք տալիս ինչով, որ կարգավորումների մեջ մենք նախատեսում ենք այս ֆորս մաժորային իրավիճակները, որ բանկի վերակառուցումները, որոնք կապված չեն կոնկրետ տնտեսվարող սուբյեկտի խնդիրների հետ, այլ ամբողջ ճյուղը արտահանման սահմանափակումների պատճառով ունի վարկերի մարման խնդիրներ, այդ վերակառուցումները չանդրադառնան այդ ընկերությունների վարկային պատմությունների վրա։ Դասակարգումներ չգնան ու բանկերը այդ իմաստով ազատեն իրենց գործողություններում, բայց թե ինչքան կվերակառուցվի արդյունքում, այդ իմ նշած 30 միլիարդ պլյուս գումարի ինչքան կդառնա, չեմ կարող ասել, սցենարներից է կախված, վատ սցենարի դեպքում կարող է մի քանի անգամ դեռ ավելանալ այդ պորտֆելը, որը վերակառուցման կարիք ունի։ Բանկերը կապիտալացված են ֆինանսական հատվածի կայունության տեսանկյունից ռիսկ չենք տեսնում, ավելի շատ ռիսկ ենք տեսնում սոցիալական, որովհետև ինքը ծավալային դա շատ մեծ գումար չի, անկեղծ լինենք, 1-2%, որ ասում ենք հնայի մեջ, ծավալային ինքը հարց չի, ինքը բանը նրանում է, որ բազմա հազար անոթ, տասնյակ հազար տնտեսվարողներ, գյուղացիական տնտեսություններ են այդտեղ զբաղված։ Մենք եթե մակրո մակարդակով ենք խոսում, բոլոր հնարավոր ռիսկերն ու սցենարները բանկերի կողմից մշտապես հաշվարկվում են, բայց մեզ կյանքը սովորացրել է հետևյալը, որ ոչ բոլոր ռիսկերն ու սցենարները մենք կարող ենք պատկերացնել։ Եվ դրա համար էլ լրացուցիչ բուֆերներ եւ լրացուցիչ չնախատեսված ռիսկեր են բանկերում, այսպես ասած, հաշվի առնվում եւ դրա հետ կապված թե կապիտալի, թե այլ գործիքների, այսպես ասած, բուֆերներ կան, բարձիկներ կան։ Գլոբալ ես կպատասխանեմ ձեր հարցին, ցանկացած ռիսկ այսօր կարող ենք ասել մեր բանկային համակարգը այնքան կապիտալացված եւ այնքան իրացվելիություններ ունի, որ մենք ցանկացած ռիսկերի կարող ենք դիմակայել։ Հայ արտադրողները տուժում են նաև ուկրաինական հարվածների թիրախում պարբերաբար հայտնվող վայելբերիսի պահեստների պայթյուններից։ Ընկերությունը փոխհատուցումներ էր խոստանում, տեսնենք հայաստանցիները կարողացել են դրանք ստանալ, թե ոչ։ Ուկրաինան շարունակում է շարքից հանել ռուսական Վայելբերիսի լոգիստիկ ենթակառուցվածքները։ Երեկ գիշեր ու այսօր լուսաբացին թիրախում էին Մոսկվայի եւ Լենինգրադի պահեստները։ Վերջին տվյալներով վնասվել է Վայելբերիսի առնվազն 3 լոգիստիկ կենտրոն։ Ամենածանր հետևանքներն արձանագրվել են Չեխովում, որտեղ հրդեհի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 10 մարդ։ Վերջին 3 շաբաթվա ընթացքում վնասվել է Վայելբերիսի շուրջ 18 պահեստ ու լոգիստիկ կենտրոն։ Վայելբերիսի առցանց հարթակում շուրջ 10,000 հայաստանցի վաճառող է գործունեություն ծավալում։ Պաշտոնական տվյալներ դեռ չկան, թե վերջին հարձակումների հետևանքով նրանք որքան վնաս են կրել եւ ինչ չափերի այն կհասնի։ Հայաստանցի վաճառող Դոնարա Գրիգորյանը երեկ կադրերով էր հետևում, թե ինչպես է այրվում այն պահեստը, որտեղ գտնվում էր իր ապրանքների վերջին խմբաքանակը։ Վլադիմիրում գտնվում էր իմ վերջին խմբաքանակ ապրանքների։ Չկա։ Ուղղակի չկա։ Ուկրաինական հարձակումներից հետո Վայելբերիսը ֆինանսական աջակցություն է տրամադրել մի քանի խմբերի, նախ զոհված աշխատակիցների ընտանիքներին 2 միլիոն ռուբլու, իսկ ծանր վիրավորված աշխատակիցներին 1 միլիոն ռուբլու չափով։ Ընկերությունը նաև հայտարարել է, որ 2 փուլով աջակցել է ավելի քան 97,000 փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների, այդ թվում այն վաճառողներին, որոնք առաջին փոխհատուցումից էին օգտվել։ Հայաստանցի վաճառող Անի Պետրոսյանը, որ վնասված գրեթե բոլոր ռուսական պահեստներում ապրանքներ ուներ ու բոլորից էլ զրկվել է, դժգոհ է փոխհատուցման ծավալից։ Եթե վերցնենք վաճառքային թիվը, ընդհանուր առմամբ մոտ 2 միլիոն դրամի կորուստ է եղել, իսկ եթե վերցնենք ինքնարժեքով, իրենց փոխհատուցած գումարը նույնիսկ իմ փաթեթավորման եւ պահեստներ հասցնելու տեղակայելու գումարը չի դուրս գալիս։ Այսինքն ես այստեղ եւ ապրանքային ինքնարժեքն եմ կորցնում եւ նույնիսկ փաթեթավորման ծախսերը չեմ կարողանում լիարժեք հանել։ Դոնարա Գրիգորյանն ավելի քան 4 միլիոն դրամի վնաս
վնաս է կրել։ Փոխհատուցումների առաջին փուլում 200,000 դրամ է ստացել, սակայն այն համարում է չնչին, համեմատած իր կրած վնասի հետ։ Երկրորդ փուլի աջակցությունից դեռ չի օգտվել։ Վալբերիսն առայժմ աջակցում է փոքր եւ միջին վաճառողներին։ Խոշոր վաճառողների կրած վնասների փոխհատուցման վերաբերյալ ընկերությունը դեռ մանրամասներ չի հրապարակել։ Այս ընթացքում Վալբերիսն աջակցում է, որ վաճառողները կարողանային զեղչել իրենց ապրանքները։ Դոնարան, որը մի խումբ վաճառողների նույնպես աջակցում է եւ ուսուցանում, ասում է շատերը հասցրել են դրական արդյունքներ գրանցել։ 2-3 օր առաջ մեր SPP-ները скидка постоянного покупателя, այսինքն Վալբերիսի կողմից տրամադրվող զեղչերը բավականին բարձր էին, որի արդյունքում պատվերները ահավոր շատացել են։ 3 ու 3 առաջ օրը SPP-ները բավականին իջացրել են հիմա էլ, բայց միևնույն է դրա ֆոնին ես այստեղ կարող եմ ձեզ ուղարկել այդ տվյալները, թե ինչ վաճառքներ են անում մեր հայ սելլերները։ Որոշ վաճառողներ էլ դժգոհում են, որ տրամադրված փոխհատուցումները չեն կարողանում կանխիկացնել։ Մյուսները նշում են, որ կանխիկացման համար սահմանված են ժամկետներ, սակայն քանի որ տուժածները ցանկանում են հնարավորինս արագ ստանալ այդ գումարը, ժամկետները նրանց երկար են թվում։ Իսկ Վալբերիսի տրամադրած զեղչերը կարճ կյանք ունեցան, դժգոհում է Անի Պետրոսյանը։ Պրակտիկայում օգտվել ենք ընդամենը մի քանի օր, ըստ իրենց հայտարարության, որ ինքներս մեր պահեստից, մեր տարածքից են կարողանում վաճառքները իրականացնել, ոչ թե իրենց Վալբերիսի պահեստներից։ Մենք պետք է ունենայինք մինչև 52% զեղչեր, բացի մեր անձնական զեղչային համակարգ կիրառելը։ Բայց պրակտիկայում մենք այդպիսի զեղչային թիվ չենք ստացել եւ ես անձամբ որևիցե մի վաճառողի էջում նման ցուցանիշ չեմ տեսել։ Այն ապրանքային տեսակները, որոնք որ մշտապես ունեցել եմ գոնե 16-17% զեղչ իրենց կողմից, այս պահի դրությամբ ընդամենը 3.6%-ով են զեղչվում։ Հայաստանցի վաճառողները նեղսրտում են, եղած խնդիրներից բացի չի լուծվում հիմնական խոչընդոտը լոգիստիկան, ասում են հիմա դա ավելի սուր են զգում։ Պատմում են, նույնիսկ եթե վաճառողները կարողանում են պատվերները պատրաստել ու Ռուսաստան ուղարկել, ապրանքները Լարսի անցակետի խցանումների պատճառով ուշ են տեղ հասնում։ Մեր զակազները վազվրատ են լինում, որովհետև ռուս գնորդներ իրանք չեն սիրում սպասել, Իսկ մեր ապրանքը Հայաստանից դեպի Ռուսաստան գնորդին, եթե չսխալվեմ, մոտավորապես 2 շաբաթում նոր հասնում է։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հարձակումները որակել է որպես պատասխան ռուսական հարվածներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Նա պնդել է, որ թիրախավորված պահեստներն օգտագործվել են անօթաչուների եւ այլ զինտեխնիկայի բաղադրիչների մատակարարման համար։ Վալբերիսից պաշտոնապես են հերքել այս պնդումը։ Մինչ Ռուսաստանում Վալբերիսի պահեստները շարունակում են հայտնվել ուկրաինական հարվածների թիրախում, ընկերությունն ընդլայնում է իր լոգիստիկ ցանցը Ղազախստանում։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ այնտեղ կառուցվում են շուրջ 260,000 քառակուսի մետր նոր պահեստներ Ալմաթիում եւ Աստանայում։ Առաջին համալիրների շահագործումը նախատեսվում է 2027 թվականին։ Հայաստանցի վաճառողներից Դոնարա Գրիգորյանն էլ ասում է, այսօր նկատել են, որ Վալբերիսը իր ցանցում արկա ապրանքները սկսել է տեղափոխել այլ հարթակներ։ Այս նորությունը հենց նոր է պատտվում ռուսական սելլերների մոտ, ու մենք միանգամից պոիսկ ենք տվել Eberon բրենդը ու AliExpress-ում բերելը, որը որ հենց ռուսական производства-ի ապրանքներ են, բայց AliExpress-ում, այսինքն Վալբերիսի ինչ-որ մի ձև ապրանքները տեղափոխվում է դեպի AliExpress, բայց մեզ վաճառողներից բնականաբար չի հարցրել, մեր համաձայնությունը չի ստացել, բայց շատ սելերներ արդեն իրենց ապրանքները AliExpress-ում գտել են։ Հայաստանցի վաճառողներն ասում են, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներն արդեն զգում են նաև իրենք Հայաստանում, չլինելով այդ հակամարտության կողմ ու գտնվելով պատերազմական գոտուց հեռու։ Նրանց կարծիքով Ուկրաինան այս կերպ փորձում է թույլատրել Ռուսաստանի տնտեսությունը, որ ամեն երկրորդ ռուսաստանցին ավելի լավ հասկանա, թե ինչ է պատերազմը։ Մինչև տնտեսական թեմաները շարունակելը ևս մեկ լուր Մոսկվայից, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները նոյեմբերին հնարավոր է քննարկեն Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու հարցը։ Որոշումը կպահանջի կոնսենսուս, ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Հունիսին նույն պաշտոնյան ասել էր, Հայաստանը պետք է որոշում կայացնի, մնում է կազմակերպությունում, թե նախընտրում է այլ սցենար, եւ որ Երևանը պետք է այդ որոշման մասին տեղեկացնի ռուսական կողմին։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարն էր հայտարարել, թե կազմակերպության անդամ երկրները պատրաստվում են Երևանի նկատմամբ միջոցներ ձեռնարկել անդամավճարը 2 տարի չվճարելու պատճառով։
Կանոնադրությունը երկու սցենար է նախատեսում, պարտքը չմարելու դեպքում երկիրը կարող է զրկվել քվեարկելու իրավունքից, ինչպես նաև կարող է կասեցվել քվոտային պաշտոններում այդ երկրի ներկայացուցիչների առաջադրումը։ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակմանը չարձագանքելուց հետո Երևանը արդեն 4-րդ տարին է բոյկոտում է ռազմական դաշինքի աշխատանքները։ Վարչապետ Փաշինյանը հունիսին նշել էր, թե իրեն չի մտահոգում հապկից Հայաստանին հեռացնելու հեռանկարը, ասել, եթե դաշինքի անդամները նման որոշում կայացնեն, Երևանը դա իգիտություն կընդունի։ Հայ-թուրքական կարգավորման երկրորդ փորձն էլ 5-րդ տարին է արդյունք չի տալիս։ Չնայած հանդիպում բանակցություններին, սահմանը Թուրքիան փակ է պահում, դիվանագիտական հարաբերություններ էլ չկան։ Բայց եւ այնպես մշտապես տաք է խոսակցությունը սահմանի բացումից, ինչ կշահի եւ ինչ կկորցնի Հայաստանի տնտեսությունը։ Իմ գործընկեր Ռոբերտ Զարգարյանը օրերս Թուրքիայում էր ու թեմայի շուրջ թուրք մասնագետների կարծիքին կծանոթացնի։ Հայ-թուրքական կարգավորման ավելի քան 40-ամյա բանակցություններից հետո առայժմ ոչ միայն երկու երկրների սահմանը դեռ չի բացվել, այլև մի իսկական փորձություն է ամենակարճ ճանապարհով Թուրքիա հասնելը։ Վրացական ախալքալաքից թուրքական ակթաշ սահմանային անցակետ մայրուղու ասֆալտը գրեթե ամբողջովին քայքայված է։ Մի քանի տասնյակ կիլոմետր անցնելու համար ժամեր են անհրաժեշտ։ Եվ ահա այս պայմաններում, երբ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը փակ է, իսկ ցամաքային ամենակարճ ճանապարհը քայքայված է, Անկարան այս մայիսից վերացրեց Հայաստանի հետ երկկողմ առևտրի սահմանափակումները։ Եթե մինչ այս երկու երկրների միջև առևտուրն իրականացվում էր հիմնականում միջնորդների միջոցով, այժմ հնարավոր է նույնն անել ուղիղ մաքսային ձևակերպումներով։ Այնտեղ դա ձևակերպվում էր, ենթադրենք ցամաքային ճանապարհով գալիս է, հա, ձևակերպվում էր արտահանում Վրաստան, Վրաստանում այդ ապրանքը մաքսազերծվում էր եւ հետո ձևակերպվում էր որպես Վրաստանից արդեն արտահանում Հայաստան, դա եւ ֆինանսական առումով չէ, հավելյալ ծախսագործարի համար, բիզնեսի համար եւ դա հետո արտահայտվում է ապրանքի գնի է այստեղ արդեն Հայաստանում թանկացման արժեքի վրա եւ հիմա արդեն փաստորեն այդ մեխանիզմը չպիտի գործի, ցանկացած մարդ, որը նախկինում ենթադրենք ինչ որ մի բան ներմուծում էր Թուրքիայից, հիմա կարող է ներմուծել ուղիղ Հայաստան ֆիզիկապես, այսի մաքսային առումով ուղիղ։ Ինչ տվեց այս որոշումը երկու կողմերին ու արդյոք ակտիվացրել է առևտուրը։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով հենց մայիսին Հայաստանը Թուրքիայից ավելի շատ ընդհանուր գնով ապրանք է ներկրել, քան նախորդ տարիների նույն ժամանակահատվածում։ Ընդհանուր առմամբ ըստ հայկական կողմի այս տարի Հայաստանն արդեն շուրջ 200 միլիոն դոլարի ապրանք է ներկրել հարևան երկրից։ Նաև հակառակ դեպի Թուրքիա արտահանման ուղղությամբ ակտիվություն կա։ Եթե Հայաստանի պաշտոնական վիճակագրությունում կես միլիոն դոլարից էլ քիչ արտահանման մասին տվյալ կա, թուրքական կողմի վիճակագրությամբ Հայաստանից ներկրումների ծավալներն այս տարի հասել են գրեթե 4 միլիոն դոլարի։ Սա թեև Հայաստանի ընդհանուր արտահանումների համեմատ շատ փոքր ծավալ է, սակայն զրո էլ չէ, ինչպես Ադրբեջանի դեպքում։ Հստակ վիճակագրությունը հասանելի կլինի ավելի ուշ, մինչ այդ մասնագետները քննարկում են երկկողմ առևտրի հնարավոր նոր ուղղություններն ու հեռանկարները, ինչ կշահեն կողմերը սահմանի բացման դեպքում։ Թուրքական ապրանքները հիմա էլ հայկական շուկայում են, Վրաստանի տարածքով Հայաստան են հասցնում ավելացված արժեքով, նույն ճանապարհով նաև հայկական ապրանքները կարող են Թուրքիա հասնել, բայց կարևոր է գործընկերությունն ու համագործակցությունն, ինչը մինչև այսօր մեր ընկերությունների միջև չի եղել։ Կարծում եմ, սահմանի բացումը նոր դիմագիծ կհաղորդի մեր հարաբերություններին, ինչը կբարձրացնի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի եւ մրցակցայնության մակարդակը, նաև շատ օգտակար կլինի Թուրքիայի տնտեսության համար։ Թուրք տնտեսագետ Թեփավ հետազոտական կենտրոնի ղեկավար Գյուվեն Սաքը, որը 2010-ին Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ Երևանում հայ-թուրքական հարաբերությունների թեմայով համաժողով էր վարում, առանձնացնում է մի շարք ուղղություններ, որոնք կարող են հեռանկարային լինել երկկողմ համագործակցության համար՝ տուրիզմ, լոգիստիկա եւ տեղեկատվական Մեկը տուրիստական գործակալությունների միջև համագործակցությունն է, ինչն արևելյան Անատոլիան ավելի զբոսաշրջային կդարձնի։ Թրիփ նախագիծը պետք է կապի Ասիան Եվրոպայի հետ, ուստի լոգիստիկ ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության անհրաժեշտություն կա։ Մենք նաև ՏՏ ոլորտին ենք հետևում, Հայաստանն այդ բնագավառում պոտենցիալ ունի, ցանկանում ենք, որ հայկական եւ թուրքական ընկերությունները համագործակցեն։ Յուվենցակը մանրամասնում է Թուրքիայի գավառներ տարեկան առավելագույնը մի քանի 100 ամերիկացի զբոսաշրջիկ է այցելում, իսկ Հայաստանում նրանց թիվը տասնյակ հազարների է
հասնում։ Հայկական տուրօպերատորները նրանց կարող են նաև Թուրքիա տանել։ Հայերը հիմա գալիս են, բայց կարևոր խնդիրն ուղիղ կապ ունենալն է։ Թեև Հայաստանն ըստ էության թուրքական ապրանքներ ներկրելու որևէ սահմանափակում չունի, այս եւ նախորդ իշխանությունների օրոք տարեկան 100 միլիոնավոր դոլարների թուրքական ապրանք է Հայաստան հասել, հայ-թուրքական սահմանի բացման շուրջ քննարկումներին զուգահեռ հայկական կողմում մեծանում է ահազանգերի ալիքը, թե դրանից հետո թուրքական կապիտալը կխժվի հայկական տնտեսությունը։ Թուրքիայի սուր տնտեսական խնդիրներին այդ քննարկումներում սակայն հիմնականում չեն անդրադառնում։ Վերջին տարիներին լիրան այնքան է արժեզրկվել, որ տարբեր ապրանքների ու ծառայությունների գներն անհամեմատ ավելի բարձր են։ Թուրքական կապիտալի հոսք կլինի, որը մեծ ազդեցություն կթողնի հայկական տեղական արտադրության վրա։ Անկարայում թուրք վերլուծաբաններից տարբեր կարծիքներ լսեցինք։ Կա տեսակետ, որ թուրքական ընկերությունները մեծ տեմպով Հայաստան կմտնեն եւ այստեղ նաեւ ստարտափեր կհիմնեն։ Ինքը տնտեսագետ Գյուվեն Սաքը հիշեցնում է 90-ականներին, երբ Թուրքիան ու Եվրամիությունը վերացրին փոխադարձ առևտրի մաքսատուրքերը, նույն մտահոգությունները նաեւ այնտեղ կային։ Այդ համաձայնագիրը շատ օգտակար է Թուրքիայի տնտեսության մրցակցայնության համար եւ կարծում եմ նույնը կլինի նաեւ Հայաստանում, որովհետեւ կան ոլորտներ, որոնցում հայկական ընկերությունները եւ աշխատուժը ավելի մեծ պոտենցիալ ունեն, կան նաեւ բնագավառներ, որոնք թուրքական ընկերությունների համար կարող են արդյունավետ լինել։ Կարևոր հարցն այն է, որ համագործակցություն լինի, դա երկու երկրների համար օգտակար կլինի։ Հունիսին Կարսեին այցելելու տնտեսական ֆորումի մասնակցել ավելի քան 5 տասնյակ հայ գործարարներ։ Սեպտեմբերին այդպիսի մի քննարկում Երևանում են նախատեսում անցկացնել։ Այդ քննարկումների հյուրընկալած Կարսի արդյունաբերական պալատի նախագահն անցած շաբաթ ասել էր. Կարսի ընկերություններից մեկն օրինակ առաջարկել է Երևանում շենքերի ջերմամեկուսացման աշխատանքներ իրականացնել։ Եվ վերջում հարևան Իրանի շուրջ զարգացումների մասին։ Իրանը կպաշտպանի իր սահմանները, բայց չի ձգտում ընդլայնել Միացյալ Նահանգների հետ պատերազմը, հայտարարել է երկրի նախագահը։ Մասուդ Փեզեշքյանը նաև ասել է, որ Թեհրանը պետք է ուշադրությունը կենտրոնացնի մեջբերեմ ներքին ուժի եւ միասնության վրա։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ վերջին հնարավորությունն է տվել Իրանին, որպեսզի համաձայնի գործարքի շուրջ, որը վերջ կդնի պատերազմին։ Հակառակ դեպքում երկրին գլխատում է սպասվում, սպառնացել էր Դոնալդ Թրամփը, պնդելով, թե Թեհրանի հետ բանակցություններ են ընթանում։ Իրանից սակայն հերքել են, որ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ էին նախատեսված։ Այսքանը այս եթերաժամին ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հիշեցնելով ազատություն.am կայքում, սոցցանցերի մեր էջերում, YouTube-ում, նաև Facebook-ում եւ Instagram-ում նորությունները թարմացվում են, նաև այնտեղ նոր տեսանյութեր կարող եք գտնել։ Հաջողություն։